Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով ես հարցազրույցի եմ հրավիրել ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր հարգարժան Արթուր Խաչիկյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան, եւ շնորհակալ եմ այս ձևաչափով հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Պարոն Խաչիկյան, տարին սկսվեց այնպիսի գործողություններով, թե խոսքս Վենեսուելայի նախագահի ԱՄՆ կողմից պատանդարման մասին է, Իրանում ընթացող խժդժությունների մասին է։ Ուզում հասկանալ այս ամենը ինչի մասին են փաստում եւ մասնավորաբար անդրադառնանք մեր հարևան երկրին, Իրանում տեղի ունեցող խժդժություններին, մեկ-երկու դրվագով ուղղակի վերհիշեցնեմ, արդեն 12 օր եւ ավելի է բախումներ, ձերբակալություններ, անգամ կան սպանություններ։ Միացյալ Նահանգների նախագահը բացահայտ հանդես է գալիս ցուցարարների պաշտպանության դիրքերից, Խոմենեին հակադարձում է նրան ասելով, որ Թրամփը մարդասպան է, եւ երեք այսպիսի մի կոչ արեց Իրանի հոգևոր առաջնորդը, որ մի խումբ ջարդարարներ ավերեցին պետությունը ժողովրդին պատկանող շենքերը, որ เป զի հաջողանան Միացյալ Նահանգների նախագահին Թրամփին։ Եվ այսպես, ինչ է տեղի ունենում մեր հարևան բարեկամ երկրում, սա սիրացման սցենար է, թե ԱՄՆ նախագահը ուզում է իրականացնել այնինչ արեց Վենեսուելայի հետ։ Խնդրեմ ձեր վերլուծությունն ենք լսում։ Դե եկեք ես Իրանի մասին մի քանի բառ ասեմ, հետո եթե դուք ուզենաք, մենք կարող ենք վերադառնալ Վենեսուելային, քանի որ շատ խոշոր երևույթներ են տեղի ունենում։ Ինչպես հիշում եք, մի քանի տարի ես փորձում էի իմ գործընկերների հետ մեր հասարակությանը համոզել, որ աշխարհում տիրում է ուժը եւ շահերը։ Պետք չէ հրապուրվել, պետք չէ հավատալ սուտ հեքիաթներին, որոնք մեզ պատմում էին 2018 թվականի հեղաշրջման ժամանակ, երբ ասում էին, որ մենք պետք է լինենք դեմոկրատական երկիր, որ աշխարհը կանգնի մեր կողքին, որ միջազգային հանրությունը եւ դեմոկրատական արևմուտքը մեզ օգնի։ Դուք հիշում եք, քանի անգամ են մեզ այդ խոստումները տրվում եւ Իրանում այս իրադարձությունները ծայրահեղ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։ Սա առաջի անգամ չէ, երբ արևմուտքը միջամտում է Իրանի ներքին քաղաքական process-ներին։ Հիշում եք 50-ական թվականների սկզբին, երբ ընտրվեց Մոզադեկը, իրենց վարչապետը, եթե ճիշտ եմ հիշում, Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները միջամտեցին, հեղաշրջում կազմակերպեցին եւ բերեցին շահին իշխանության։ Դրանից հետո, գիտեք, եղավ հեղափոխությունը, Այաթոլլահ Խոմեյնիի եւ այլն, Միացյալ Նահանգները եւ Իսրայելը Իրանին դիտում են որպես իրենց ամենակարևոր թշնամին այս ռեգիոնում եւ անընդհատ փորձեր են անում դեստաբիլիզացնել Իրանի ռեժիմը եւ բերել պրո-ամերիկյան կամ պրո-իսրայելական ինչ-որ մի խումբ։ Սա ծայրահեղ վտանգ է մեզ համար ներկայացնում, այնտեղ կա մի քանի հնարավոր սցենար։ Մեկը դա քաղաքացիական պատերազմն է, Իրանի մասնատման փորձեր կարող են արվել, այնտեղ մի քանի էթնիկ խմբեր են ապրում, ինչպես դուք գիտեք, պարսիկներ, բելուչներ, ադրբեջանցիներ եւ ուրիշներ։ Այսինքն նրանք կարող են փորձել մասնատել Իրանը, կարող է այդ գիտեք արդեն որ քրդերին օգտագործում են այս պատերազմում ռեժիմի դեմ եւ եթե այդտեղ սկսվի խոշոր քաղաքացիական պատերազմ, հնարավոր է Իրանի մասնատումը, դեստաբիլիզացումը, որը կարող է տևել տասնյակ տարիներ։ Եթե դուք նայեք թե ինչպես դա եղավ Աֆղանստանում 70-ական թվականներից հետո, մինչև օրս այդ երկիրը չի կարողանում հետ գալ։ Այսինքն փաստորեն 40 տարի այնտեղ քաղաքացիական պատերազմ եղավ։ Դե Լիբանանի օրինակն էլ հիշում եք, տասնյակ տարիներ դա տևեց։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք զրկվել մեր ռեգիոնում մեր երկրորդ ամենակարևոր դաշնակցից, ստրատեգիական դաշնակցից, որը որոշ ձևով զսպում էր Ադրբեջանը, եթե հիշում եք Ադրբեջանը երբ փորձում էր մի քանի տարի առաջ ներխուժել Սյունիք, Իրանը հայտարարեց, որ դա անընդունելի է Իրանի համար։ Եթե այնտեղ լինի պրո-իսրայելական ռեժիմ, պրո-ամերիկյան ռեժիմ, դա նշանակում է, որ մենք տոտալ շրջափակման մեջ ենք ընկնում։ Դա մեզ համար շատ վտանգավոր է։ Կարող են նաև փախստականներ գալ Հայաստան, Աստված չտա նորից եմ ասում, որ Իրանը մասնատվի, այնտեղ գնան ինչ-որ էթնիկ կոնֆլիկտներ առաջանան, քաղաքացիական պատերազմ եւ Աստված չտա, եթե ինչ-որ բան լինի միջուկային այդ նյութերի հետ։ Սա ծայրահեղ վտանգ է մեզ համար ներկայացնում, ցավոք սրտի
դուք տեսնում եք, որ աշխարհում այլևս որևէ կանոն չկա, որևէ օրենք չկա, որևէ միջազգային կազմակերպություն, ՄԱԿ-ի խարտիա, որևէ բան չկա։ Մենք երկար տարիներ փորձում ենք բացատրել մեր հասարակությանը, որ պետք չէ հավատալ այն արտասահմանից սնվող դերասաններին, ովքեր մեզ պատմում էին, որ 18 թվականի հեղաշրջումից հետո դեմոկրատական աշխարհը կգա կկանգնի Հայաստանի կողքը, մեզ կպաշտպանի խաղաղ ձևով, այնպես կանի որ լուծվի Ղարաբաղի հարցը, կապահովի մեր անվտանգությունը, մեզ խոստանում էին ՆԱՏՕ-ի անդամակցություն, ասում էին, որ ֆրանսիացիները 8 ռադար կբերեն, երևի կրուասոնների հետ միասին, ասում էին, որ Միացյալ Նահանգների բանակը 8 րոպեում կլինի Հայաստանում, այդ բոլոր մեր ավանդական այդ հեքիաթների ժամը դուք շատ լավ հիշում եք, ցավոք սրտի դա տարածվում էր մեր կենտրոնական հեռուստատեսության նախկինում մեր հանրապետական հեռուստատեսության կանալներով, հիմա արդեն ուղղակի ակնհայտ քարոզչության գործիք է դարել ցավոք սրտի եւ այսպես տարիներով մեր ժողովրդի գլուխը լվանում են։ Ես դուք դրա հետևանքն էլ տեսաք ձեր աչքի առաջ։ Բաց միջամտություն է կատարվում ցանկացած երկրի ներքին գործերի միջև հարցերը լուծվում են ուժով եւ Ալիևը դա շատ լավ գիտի, մենք դա չգիտենք։ Ալիևը դա շատ լավ գիտի։ Միացյալ Նահանգներում արդեն տասնյակ քաղաքական գործիչներ եւ մեկնաբաններ ասում են, ինչ է նշանակում միջազգային օրենք չկա, միջազգային օրենքը դա ջունգլի օրենքն է, այսինքն հաղթում է ամենաուժեղը։ Ձեր աչքերի առաջ նորից միջամտություն կազմակերպվեց, ռազմական ագրեսիա եւ ինտերվենցիա կատարվեց Վենեսուելայի դեմ եւ առևանգվեց Վենեսուելայի ղեկավարը, որը բացարձակ աննախադեպ բան է միջազգային հարաբերություններում բոլոր միջազգային օրենքի նորմերի խախտում։ Դա նշանակում է վերադարձ մեծ փայտի քաղաքականությանը, Թեոդոր Ռուզվելտի 20-րդ դարի սկզբի Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտի մեծ փայտի քաղաքականությանը, այսպես կոչված Roosevelt Corollary, այսինքն հավելվածի Մոնրոյի դոկտրինին հավելված, որ առաջարկել էր Թեոդոր Ռուզվելտը, որը Միացյալ Նահանգներին դարձնում էր Լատինական Ամերիկայի եւ Կենտրոնական Ամերիկայի պոլիսմենը, ոստիկանը, որը իրավունք ուներ միջամտել ուժով փոխել ցանկացած կառավարություն։ Դա կարելի է ասել, որ սկսվել է անգամ 19-րդ դարի կեսին, երբ հայտնի ամերիկյան ռազմական հրամանատար կոմոդոր Մաթյու Պերին, որին պետք չի շփոթել հայտնի դերասան Մաթյու Պերի հետ, ում մենք ճանաչում ենք ընկերներ կամ friends ծրագրից 90-ական թվականների, դա մի ուրիշ Մաթյու Պերի էր, 19-րդ դարի Մաթյու Պերին էր, որը Ամերիկայի նավատորմը մղեց դեպի Ճապոնիայի նավահանգիստները եւ ուժով ստիպեց, որ Ճապոնիան բացի իր շուկաները։ Նույն մեթոդը կիրառեցին անգլիացիները, ֆրանսիացիները Չինաստանի դեմ օպիումի պատերազմների ժամանակ, երբ ուժով ստիպեցին, որ չինացիները ստիպված լինեն բացել իրենց երկիրը օպիումի, այսինքն ուժով զորով ստիպեցին, որ չինացիները օպիում գնեն, թմրամիջոց գնեն անգլիացիներից հիմնականում Հնդկաստանից էր դա գալիս։ Դրանից հետո կան դա 20-րդ դարի սկզբին բանանային, այսպես կոչված բանանային պատերազմները, երբ Միացյալ Նահանգները պաշտպանում էին իրենց ընկերությունները, մասնավոր ընկերությունների շահերը Կենտրոնական Ամերիկայում։ Դա իդեպ պետք է դաս լինի նաև մեզ համար, որովհետև մեզ սովորացնում էին, որ Զանգեզուրի միջանցքը ուրիշ անունով բացելով մենք ստեղծում ենք, ինչպես նրանց սովորացնում էին արևմուտքից, ասել տնտեսական փոխկապվածություն։ Եթե երկրների մեջ չկա ուժերի բալանս, մի երկիր ունի այսպիսի առավելություն, սա ոչ թե փոխկապվածություն է ստեղծում, այլ առիթ եւ պատճառ է ստեղծում ռազմական գործողությունների համար։ Բանանային պատերազմները ձեզ օրինակ 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգները այսպես միջամտեց եւ Հայիտիում, եւ Դոմինիկան Հանրապետությունում, եւ Նիկարագուայում, եւ նույն Վենեսուելայում, եւ Կուբայում, տասնյակ երկրներում։ Դա շարունակվեց եւ մինչեւ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի իշխանության գալը, որը փոխեց այդ քաղաքականությունը եւ անցավ բարի հարևանի քաղաքականության։ Եվ դա շարունակվեց իհարկե Սառը պատերազմների տարիներին Դանիել Օրտեգային շատ լավ հիշում եք Նիկարագուայում, երբ իրան առևանգեցին նույնպես Չիլեում 70-ական թվականներին փոխվեց դեմոկրատական ընտրված կառավարությունը եւ սպանվեց Սալվադոր Ալիենդեն, հիշում եք Կոնդոր օպերացիան, երբ Միացյալ Նահանգները եւ ռազմական խունտաները հարավային Ամերիկայի ճնշում էին ցանկացած
պրոկոմունիստական կամ ձախ, ինչպես նրանք տեսնում են ձախ ուժերի պորտկումները։ Այսինքն սա շատ եւ շատ դաժան, շատ եւ շատ ցինիկ աշխարհ է, որտեղ միշտ հաղթում է ուժը եւ շահը, բայց մեր ժողովուրդը 150 տարի դա հասկանալ չի ուզում։ Դե ժողովուրդը չէ, մեր ժողովուրդը խելացի է, մեր հասարակությունը դա հասկանալ չի ուզում, եւ ես ձեզ գարանտիա եմ տալիս, երաշխավորում եմ, որ վաղը էլի հմեկով այդ բոլոր YouTube կանալներով, այդ նույն Civilnet-ով, այդ նույն Ազատություն ռադիոկայանը, այդ նույն Ֆակտորը, այդ նույն մեկը AM-ի մեջը, այդ նույն մարդիկ էլի գալու են եւ էլի մեզ խոստանալու են, որ Փարիզի մերը կգա Սյունիք սկսի լաց լինել նայելով դեպի Ղարաբաղ եւ դա կփրկի Ղարաբաղը, որ Ֆրանսիան մեզ 3 հատ մարշրուտ կա կուղարկի, այդ բաստիոնները հիշում եք, ապակուց սարքած, որոնք պոծիում մի ամիս մնացին, որովհետև Թուրքիան թույլ չէր տալիս, որ նրանք մեզ հասնեն։ Այսինքն, գիտեք, եթե մենք ուզում ենք ոչինչ չհասկանալ, իհարկե կարելի է ոչինչ չհասկանալ, բայց պետք չէ զարմանալ, որ ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա, քանի որ աշխարհը գիտի, թե ինչ ուժեր են շարժում այս աշխարհից։ Մենք ուղղակի շարունակում ենք լսել մեր սիրելի գրանտակեր դերասաններին, ցավոք սրտի։ Պարոն Խաչիկյան, տեսեք, իսկապես տարօրինակ է, երբ որ ԱՅՈ եւ Միացյալ Նահանգների նախագահը բացահայտ հայտարարում է, չկա միջազգային իրավունք, կա ուժի իրավունք։ Նույնը կրկնում է Ադրբեջանի նախագահը, Ալիևը, ընդ Ճիշտ է որում անում։ ընդ որում մի քանի օր առաջ, այսինքն Վենեսուելայում տեղի ունեցած գործողություններից հետո Ալիևը շատ ավելի ագրեսիվացրել է իր ոճը, հա, նորից խոսում է Հայաստանը թշնամական պետություն է եւ գիտեք ինչ հայտարարեց, վստահ եմ լսել եք, Հայաստանի իշխանությունները ճիշտ են ասում, որ կա իրական Հայաստան իրենց սահմաններով եւ քանի դեռ մենք չենք ճանաչել այդ սահմանը, կլինի այնտեղ այն, ինչ մեզ հարմար կլինի եւ սահմանը կլինի այնպիսին, ինչպես կուզենա Ադրբեջանը։ Ինչ է նշանակում այս հայտարարությունը։ Հնարավոր է, որ Ադրբեջանը գնա ուղղակիորեն ռազմական գործողությունների, թեպետ այս իշխանությունը այսպես ձեռքերը վեր պարզած անում է բոլոր հրահանգները իրենց։ Ամեն դեպքում ինչ եք ակնկալում այս ընթացքում Ադրբեջանը ինչ քաղաքականություն կարող է իրականացնել։ Գիտեք, ես շատ անգամ ասել եմ, շատ տարօրինակ է, որ մեր հարևան պետության ղեկավարը նախկինում կամ գուցե եւ նաեւ հիմա մեր թշնամի պետության ղեկավարը շատ ավելի տրամաբանական է խոսում, շատ ավելի խելացի ձևով է հասկանում, թե ինչ է կատարում աշխարհում։ Նա կրթություն ստացած մարդ է, չնայած դե այնպես չէ որ մեր ընկերն է, բայց կրթություն ստացած, կրթված մարդ է, նա հասկանում է այս աշխարհը ինչպես է աշխատում։ Եվ այո, Ադրբեջանը արդեն մի քանի անգամ, տասնյակ անգամ ասել է ամենապաշտոնական մակարդակով, որ Հայաստանի սահմանները նրանք են որոշելու, 300,000 ադրբեջանցի վերադառնул է Հայաստան, որ Զանգեզուրի միջանցքը դա էքստերիտորիալ միջանցք է եւ որևէ այս բառային գիմնաստիկան, որը կատարում է մեր այս ղեկավար խումբը, որ մեզ անընդհատ խափում են, ասում են, որ սա ինչ որ ճանապարհ է, տրիպ է, որը ի դեպ շատ վատ նշանակություն ունի անգլերենով, չգիտեմ ինչ են այդ բառը ընտրել։ Այսինքն նրանք մեզ անընդհատ փորձում են խափել, փափուկ բարձ դնել մեր գլխի տակ, ասել ուշադրություն մի դարձրեք, սա ներքին բանի լսարանի համար է, իրանց մի լսեք, մեզ լսեք, ոնց որ թմրանյութ տան մեր ժողովրդին։ Բայց այս հարցերը ինձ չէ պետք տալ։ Այս հարցը պետք է տալ 680,000 մարդու, ովքեր երկրորդ անգամ ընտրեցին այս ղեկավարությունը, որտեղ մենք իրենց բացատրում ենք սա ինչի է բերելու։ Այս հարցը պետք է տալ հիմա այդ բոլոր մարդկանց, ովքեր ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, այդ 60%-ին, որ ասում են մենք կմնանք տանը, մենք կշարունակենք քյաբաբ ուտել, ամեն ինչ լավ կլինի։ Այդ հարցը պետք է տալ մարդկանց գյուղերում, ռայոններում, գնալ այնտեղ եւ հարցնել։ Հասկանում ենք, շատ լավ է, որ ասֆալտ ունեք, մենք էլ ենք կողմ, որ դուք ասֆալտ ունենաք, դպրոցներ կառուցել, մենք էլ ենք ուզում։ Բայց դուք հասկանում եք, որ այս ասֆալտով ձեր գյուղ մտնելու են Ադրբեջանի տանկերը։ Դուք դա հասկանում եք։ Դուք տեսնում եք սա որտեղ է տանում, որ մենք Հայաստան չենք ունենալու։ Միթե Հայաստանը արժի հանձնել մեր վերջի կտորը, որտեղ մենք ապրում ենք, կարող ենք ասել, որ մենք հանրապետություն ունենք, որ մենք բան չենք, թշվառ չենք այս աշխարհում։ Միթե արժի կորցնել Հայաստանը, միայն թե ասֆալտ լինի, դպրոցներ կառուցեն, կրկնում եմ, դա էլ է պետք անել, բայց ոչ այսպիսի գնով։ Միթե նորից մենք երրորդ անգամ ընտրելու ենք մի ռեժիմ, որը մեզ բերեց կործանման, տոտալ կործանման։ Իսկ եթե մարդիկ ասում են այո արժի, դե ուրեմն ես այլևս որևէ բան չունեմ կամ ասելու կամ առաջարկելու, եթե մեր հանրությունը որոշել է, որ Հայաստան պետք է չլինի, ավելի լավ է մենք
փող, առևտուր, ուտելիք ստանանք եւ գուցե բոլորս էլ գնանք Հայաստանից, որովհետեւ գուցե ասենք ուրիշ երկրներում ավելի շատ փող կարանք աշխատենք։ Եթե այդպես է, թող այդպես էլ ասվի, ես այլևս ոչ մեկին չխանգարեմ իմ մեկնաբանություններով, բայց նորից եմ ասում, փոխանակ մենք խոսենք YouTube կանալներով եւ տարբեր լրատվամիջոցների օֆիսներում, մենք պետք է գյուղերում լինենք, մենք պետք է մարդկանց հետ խոսենք, որպեսզի հասկանանք, թե նրանք ինչպես իրանց գցեցին այս գիպնոզի տակ, որևէ նորմալ հասարակություն, որևէ նորմալ երկրում այսպեսի բան չէր լինի, մարդիկ չէին հանդուրժի, որ մենք այսպես գլորվում ենք, մենք ոնց որ ավտոբուսում նստած գլորվում ենք ձորի մեջ։ Ես մի անգամ դա տեսել եմ, բավականին վախենալու բան է դա։ Գլորվելով ընկնում ենք ձորի մեջ եւ չենք ուզում կանգնենք, չենք ուզում հասկանանք։ Անկամ մեր հարևանը մեզ անընդհատ հուշում է, այս երկրի ղեկավարը մեզ անընդհատ բացատրում է, թե նա ինչ է անելու։ Մենք էլի չենք հասկանում։ Ես չգիտեմ էլ ոնց է բացատրել ճիշտ ասած։ Աղջիկան շատ ճիշտ նկատեցիք, այո, մենք շատ ենք ավելի քննարկում հարցազրույցներ, ընդդիմությունը ավելի շատ անգամ ընդդիմադիրներ կան, որոնք իրենք էլ են դարձել լրագրող, զբաղված են այսպես հարցազրույցներ վարելով, փոխարենը գործ անեն եւ ինչպես ասացի, գյուղեր գնան, իսկ գյուղերում պատկերը ես վերջին օրերին առիթ ունեցա որոշակի տեղերում լինելու, ուղղակի սարսափեցի, պատկերն ահավոր էր, ամբողջությամբ հանրային հեռուստատեսության քարոզի տակ է մեր ժողովուրդը, բացարձակապես չի պատկերացնում իր հետ ինչ է կատարում։ Դառնալով իր այս վարվող քաղաքականությանը, որը փաստորեն այո, միջազգային իրավունքը չկա, գործում է ուժի իրավունք, Նիկոլ Փաշինյանը գործում է միջազգային իրավունքի այդ թեզերով։ Այսինքն մենք այստեղ բացահայտ ավանտյուրայի հետ գործ ունենք եւ ընդ որում տեսեք ինչ է ասում, Արցախը հանձնեց հայտարարելով թե Արցախը թոք էր եւ մենք ազատվեցինք Արցախից, որպեսզի փրկենք Հայաստանի ինքնիշխանությունը եւ վերջերս հայտարարում է, որ Հայաստանը երբեք այսքան ինքնիշխան չի եղել, որքան այսօր է։ Հայաստանի Հանրապետությունը այսօր պետականություն ունի, հայ ժողովուրդը պետություն ունի, չի ունեցել առ այսօր եւ Նիկոլ Փաշինյանը եկավ եւ այդ ամենը ստեղծեց։ Ես կխնդրեմ այս վտանգներից խոսեք եւ հենց սա է, որ ժողովուրդը կարծում է, թե նա իրական է ասում։ Այսինքն ուղղակիորեն արկածախնդրության, ավանտյուրիզմի հետ մենք գործ ունենք։ Նախ մենք տեսնում ենք դեմոկրատիայի ավարտը, սոցցանցերը ամբողջ աշխարհում բերեցին դեմոկրատիայի ավարտին, որտեղ դեմոկրատիան դարել է սոցցանցերը fake պրոֆիլներով մանիպուլացնելու մի գիտություն կամ արվեստ, եւ դուք կարող եք տիրելով ցանկացած երկրի ԶԼՄ-ներին եւ սոցցանցերին ղեկավարել այդ երկրի քաղաքականությունը եւ հասարակական կարծիքը։ Մանավանդ եթե դուք ունեք տասնյակ մարդիկ, ինչպես մենք ունենք, ովքեր պատրաստ են վաճառել իրենց հայրենիքը 10 միլիոն դոլարի, 15, 20 միլիոն դոլարի դիմաց, որը նրանք կոչում են գրանտեր։ Այդ փողը ստանալով վաճառում են եւ թմրացնում են մեր ժողովրդին, որ մարդիկ չզգան, թե մենք ինչպես ենք գլորվում դեպի մեր վախճանը։ Երկրորդը, այո, մենք գիտենք, որ ՀՄԷԿ-ը փաստորեն դարել է այս խմբի քարոզչական հիմնական միջոցը եւ ռայոններում ՀՄԷԿ են նայում, ուրեմն պետք է մտածել դրա դեմը ինչպես կարելի է առնել, գուցե սոցցանցերով, գուցե անձնական ինչ-որ այցերով, մարդկանց հետ հանդիպելով, ինչ որ ձևով սրա դեմը առնել, որովհետև չի կարող պատահի, որ մեր ժողովուրդը, մեր խելացի իմաստուն հին դարավոր պատմություն եւ մշակույթ ունեցող ժողովուրդը չհասկանա, որ նույն ձևով, որով այս մարդը խաբեց Ղարաբաղցիներին եւ հետո հանձնեց, նույն ձևով նա խաբելու է եւ հանձնելու է, արդեն հանձնեց Մեղրին, Մեղրի տարածքով անցնելու է այս միջանցքը, շուտով դրանից հետո հետևելու է Սյունիքը, որովհետև ադրբեջանցիները ասում են, որ մենք պետք է վերադառնանք Հայաստան, իրենց շատ պետք է Սյունիքը, նրանք Սյունիքը մեզանից կխլեն եւ կմարսեն, սկզբից տնտեսական ձևով, հետո քաղաքական ձևով։ Նա արդեն խոսում է Սևանի մասին, մարդկանց պետք է բացատրել, նա խոսում է Երևանի մասին, մարդկանց հետ պետք է խոսել, մարդկանց պետք է սա բացատրել։ Ինչ վտանգների մասին, ես չգիտեմ, այլ ինչ պետք է ավելացնել եւ հա սուվերենությունից Գիտեք, հոգեբանության մեջ կա այսպիսի տերմին, կոչվում է gaslighting անգլերեն։ Երբ որ դուք, ասենք, մարդուն խփում եք, հետո ասում եք, ես քեզ չեմ խփել, մարդուն վիրավորում եք, ասում եք, ես քեզ չեմ վիրավորել։ Մարդուն հալածում եք, ասում եք, ես քեզ չեմ հալածել, ես քեզ շատ լավ եմ վերաբերվում։ Սա մարդուն կոտրելու եւ խելագարացնելու մի միջոց է։ Սա հայտնի բան է, gaslighting անգլերեն։ Այդ նույն բանը հիմա կատարվում է մեր ժողովրդի հետ։
Այսինքն, անցյալում դուք երբևիցե հիշում եք, որ Ալիևը ասել էր, որ նա է որոշելու մեր սահմանները, Ալիևը երբևիցե անցյալ ղեկավարության ժամանակ ասել է, որ պետք է 300,000 ադրբեջանցի վերադառնա Հայաստան կամ Հայաստանը Արևմտյան Ադրբեջանը, ես այդպիսի բան չեմ հիշում։ Չէր Երբևիցե հանդգնի անգամ։ անցյալում Չէր դուք հանդգնի։ անցյալում հիշում եք, որ մեր տարածքով անցել է էքստերիտորիալ կորիդոր, այսպիսի բան եղել է։ Էլ չասեմ 5,000 տղայի մահվան մասին, մեր պարտության մասին, մեր գերիների գնդակահարման մասին, 120,000 մարդու փախստական դառնալու մասին, որոնց հետո կոչեցին թոգ մեր վզին։ Ես ձեզ հրավիրում եմ կամ ինտերնետով, կամ գրադարանում ցանկացած երկրի պատմություն վերցրեք, ցանկացած ռեգիոնի պատմություն վերցրեք, մի ժողովուրդ գտեք, մի հանրություն գտեք, ում իր ղեկավարը ասել է, որ գիտեք, մեր երկրի մի մասը թոգեր մեր վզին։ Ես խնդրում եմ ձեզ մի հատ նայեք։ Ես իհարկե համաշխարհային պատմությունը չեմ կարող իմանալ, բայց այն փոքրիկ հատվածները, որ ես գիտեմ, ես այսպիսի բան չեմ գտել։ Ոչ Եվրոպայի պատմության մեջ, ոչ Միջին Արևելքի, գուցե ինչ-որ բան չգիտեմ։ Եկեք գնանք ուսումնասիրենք, որ երկրում է եղել ղեկավար, որը իր սեփական ժողովրդին կոչել է թոգ իր վզին։ Եվ հետո այդ թոգը, ես ասել եմ, եթե այդ թոգը մենք Ղարաբաղում ենք կտրել, եթե Ալիևը այդ թոգը գցի Սյունիքի վրա դա էլ ենք կտրելու, այդ թոգը կտրելով մենք Սևան ենք հասնելու, Էջմիածին ենք հասնելու, Երևան ենք հասնելու։ Սա ուղղակի, ինչպես ասեմ, սա խելագարություն է։ Ես գիտեք, մի կողմից էլ ուրախ եմ շատ, որ իմ Facebook-ի բան պրոֆիլը բարբերաբար փակում են։ Չնայած ես գիտեմ ինչու են, չգիտեմ ինչու են այսքան վախենում ինձանից, որովհետև ես ոչ մի քաղաքական բաներ չունեմ, ամբիցիաներ չունեմ, բայց երկու անգամ արդեն փակել են, հեսա երրորդ անգամ էլ կփակեն։ Մի կողմից էլ դա շատ լավ է, որովհետև ես այլևս չեմ կարողանում դիմանալ այսպիսի անընդհատ այս խելագարության սիգնալներին, որոնք գալիս են Հայաստան, massայական խելագարություն է։ Մենք massայական հիպնոզի տակ ենք գտնվում։ Իսկ ինչ վերաբերում է մեր ընդդիմությանը, գիտեք, ես չգիտեմ սա ընդդիմություն է թե ընդդիմություն չէ, որ ոչ մեկ չի ուզում ընդունի, որ անցյալում ինչ որ բան փորձեց չստացվեց, մեր մոտ այսպիսի բան չկա։ Մենք մոտ բոլորս բաներ ենք, գեներալիսիմուս ենք, մարշալ ենք, Նապոլեոն ենք, Ժուկով ենք եւ Սուվորով ենք։ Մեր մոտ անհնար է, որ մի մարդ ասի, գիտեք, ես 4 անգամ փորձեցի այս բողոքների ակցիաները ղեկավարել, 4 անգամ սխալվեցի։ Չէ, ես պետք է 5-րդ անգամ, 6-րդ անգամ տապալեմ ամեն ինչ, ցավոք սրտի։ Դա վերաբերում է եւ ղեկավարներին, եւ խորհուրդ տվողներին եւ այլն։ Այսինքն անընդհատ տապալվելը իրանց հերիք չի։ Մենք ունենք մի կառավարություն, որը չի ուզում ընդունել, որ չի կարողանում կառավարել երկիրը, եւ ունենք ընդդիմություն, որը չի ուզում ընդունել, որ չի կարող ընդդիմություն լինել։ Երկու կողմն էլ իրար արժեն։ Չեն կարողանում։ Ոչ մի նոր մարդ, ցավոք սրտի, դե չէ, չի կարելի ասել ոչ մի նոր մարդ։ Օրինակ, որոշ ուժեր կան, ես իհարկե չեմ ուզում որևէ ձևով ազդել մարդկանց կարծիքի մասին, ամեն մարդ պետք է իր ընտրությունը կատարի ինչպես ցանկանում է։ Որոշ մարդիկ կան, ովքեր կապված չեն անցյալի հետ, պարոն Կարապետյանը օրինակ, կարծում եմ հուսադրող տեխնացու է, գուցե իր շուրջը սկսվի ինչ-որ կոնսոլիդացիա, պարոն Թաթոյանը նույնպես լավ տեխնացու եմ կարծիքով, Կարապետյանն էլ է լավ տեխնացու, գուցե իրեն շուրջ ինչ-որ կոնսոլիդացիա սկսվի։ Ես ուղղակի ցանկանամ, որ մեր այսպես կոչված ընդդիմության ներկայացուցիչները իրար տակ չփորեն, իրար չվիրավորեն, իրար վրա ցեխ չլցնեն, ներառյալ այն մարդկանց, ովքեր նրանց օգնում էին եւ այն ժամանակ, երբ որ ես օրինակ օգնում էի որոշ խմբերին, այդ նույն ժամանակ իմ վրա ցեխ էին լցնում։ Իմ մեջքի հետևը։ Ես ուղղակի զարմանում եմ։ Գուցե ես շատ միամիտ մարդ եմ, բայց ես օրինակ չէի կարողանա այդպիսի բան անել, էլի որոշ պրիոմներ կան, որոնք շատ կեղտոտ են, այսպիսի բան չեն անում։ Բայց ցավոք սրտի կան այդպիսի լիդերներ մեր ընդդիմության մեջ, հանուներ չտամ, որ այդ բամբասանքները չսկսվեն, որոնք զբաղված են այս աթոռակռվով, իրենց այդ եսասիրությունը չեն կարողանում հաղթահարել, երևի գիշերը քնում են իրենց տեսնում են Մահատմա Գանդի, Մաո Ձեդուն կամ Նապոլեոն կամ Կեսար, չգիտեմ ինչ բաներ ունեն, մտքեր ունեն, այս պատրանքներ ունեն, նրանք չեն ուզում հետ քաշվել, որ չխանգարեն, գոնե չխանգարեն, որ նոր մարդիկ կան եւ այս վիճակից մեզ հանեն։ Տեսեք 60% թե 65% մեր հասարակությանը ասում է, որ անտարբեր է, քանի որ չի տեսնում որևէ այլ ընտրանք։ Այդ այլ ընտրանքը պետք է ներկայացնել։ Գիտեք, պետք է ամեն ինչ անել մինչև հունիսը։ Եթե հունիսին մենք երրորդ անգամ ընտրենք սրան, դե պարզ է, որ իհարկե լինելու են ֆաբրիկացիաներ, կեղծիքներ, տեսնում եք, որ ընտրակաշարք են բերում արտասահմանից,
այն պատրանքով, որ գիտեք, եթե մենք չանենք, Ռուսաստանը կանի։ Այսինքն ավելի լավ է մենք կերծենք, որ Ռուսաստանը չկերծի։ Տեսեք ինչ տրամաբանություն է։ Ես էլ չեմ զարմանում ոչ մի բանի վրա։ Բայց ամեն ինչ պետք է անել, որ փորձել փրկել Հայաստանը։ Եթե հունիսին այս մարդը ընտրվի, մենք պաշտոնապես փակում ենք անկախ Հայաստանի վերջի էջը։ Մենք դառնում ենք պաշտոնապես Ադրբեջանի կցորդ ինչ որ պետություն։ Ես անձամբ պատրաստ չեմ ապրել Ադրբեջանի տարածքում, ես ոչ մի այսպես ասած ստերեոտիպներ կամ ոչ մի ատելություն չունեմ ադրբեջանցիների նկատմամբ, բայց ես չէի կարծում, որ ես պետք է Ադրբեջանում ապրեմ, ես պատրաստ չեմ։ Կարծում եմ, որ դրանից հետո կսկսվի արտագաղթ Հայաստանից, Ալիևը կանցնի այդ բոլոր իր պահանջների բավարարմանը։ Այս մարդը չի կանգնելու, ես քանի տարի է, կարծեմ 5 տարի նույն բանն եմ ասում։ Այս մարդը չի կանգնելու, նա ինչ որ ասում է, նա անում է։ Նա երիտասարդ է եղել, երբ մենք էինք մեր հրաշքողության տակ ենք պահում եւ Ղարաբաղը եւ այդ 7 շրջանը, նա շատ լավ դա հիշում է, նա մեզ չի սիրում եւ գուցե մենք իր տեղ լինենք, մենք էլ մեզ չենք սիրի։ Չնայած մեզ առանց դա էլ մենք այդքան էլ մեզ չենք սիրում։ Եվ նա դա չի մոռանում։ Նա ունի վրեժխնդրության մի միսիա, նա ուզում է ոչնչացնել որպես քաղաքական միավոր Հայաստանը ոչնչացնել։ Եվ գուցե դա հասկանալի է իր տեսակետից։ Հիմա, մինչև հիմա մեզ ֆաշիստ է անվանում։ Տեսեք, ամեն ինչ հանձնեցինք, մեր ղեկավարությունը ծնկի եկավ, ցավոք սրտի։ Ամեն ինչ հանձնեցինք, Ղարաբաղը հանձնեցինք, հրաժարվեցինք, անկլավները հանձնեցինք, ամեն ինչ հանձնեցինք, նա էլի մեզ անվանեց ֆաշիստ։ Էլի խոսում է Սևանի մասին։ Էլի ասում է Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն այս անձը, որ գորգորում է ամեն անգամ, ասում է, էսել, գիտեք, մի հատ բան անեկդոտ կար, էսել ու պրծ։ Էսել զիջենք ու վերջ, էսել զիջենք ու վերջ, էսել զիջենք ու վերջ։ Անընդհատ շարունակում է։ Իսկ մարդիկ գուցե ուղղակի այնքան հուսահատված են, այնպիսի հուսահատության մեջ են, որ չեն տեսնում, որ մենք արդեն կամաց-կամաց մտնում ենք վագրի բերանը։ Եվ հետո այնտեղից դուրս գալ անհնար է լինելու։ Ով է հիմա հիշում Օսմանյան Թուրքիայում ապրող հայերին, ով է հիշում Արևմտյան Հայաստանը, ով է հիշում Կիլիկիան, ով է հիշում հիմա արդեն Ղարաբաղը, Նախիջևան, ով է դա հիշում։ Եթե մենք ուզում ենք, որ այդպես լինի, թող այդպես լինի, ես չեմ վիճելու մեր հասարակության հետ, բայց իմ կարծիքով մինչև հունիսը գոնե պետք է փորձել փրկել Հայաստանը այս խայտարակ ռեժիմից։ Դրա փոխարեն Ադրբեջանը տնտեսական, այսպես քայլերով, հա, բենզին է բերում, բավական էժան գնով ի դեպ, պարոն Խաչիկյան, եւ մեր ժողովուրդը սկսեց, մենք այսպես լրագրողական հարցումներ էլ անցկացրեցինք, մարդիկ գնում էին, դե ասում էին էժան է։ Այսինքն մենք նորից հայտնվում ենք ձեր ասած այդ վագրի բերանում խաղաղ տարբերակով, ասում էր, չէ՞ Ալիևը, մենք պատերազմով կամ տանկերով չենք գնալու, մենք հասնելու ենք մեքենաներով Երևան։ Հիմա այդ բենզինի գործընթացը, որ այդպես ոգևորված իրականացնում է Հայաստանի իշխանությունը, դա հենց չի նշանակում փափուկ տարբերակով ուղղակի մտնել թշնամու երախի մեջ։ Եվ հենց այդ ծրագիրը չէ իրականացնում Բաքուն, քանի որ չեմ կարծում հայկական շուկան կարող էր այդպես իր համար գայթակղիչ շուկա լինել։ Փոքր շուկա է, ինքը 1 րոպեում կարող է Թուրքիան եւ Ադրբեջան ուղղակի կլանել կարող են։ Եվ մենք այսպես ոգևորված ընդունում ենք, տեսնում ենք ինչպես է խոսում էկոնոմիկայի նախարարը ոգևորված, նույն Փաշինյանն է ասում, արդեն մենք էլ պետք է մեր հա արտադրենք, մեր արտադրանքը հասցնենք Բաքու եւ այլն։ Այս ընթացքի մասին ինչ կասեք։ Դուք հիշում եք Ղարաբաղը 9 ամիս, երբ որ գտնվում էր շրջափակման մեջ, եւ ամբողջ աշխարհին խնդրում էին, որ օգնեն, եւ ամբողջ աշխարհը անտեսեց դա։ Հիշում եք, անգամ այդ տիկինը Բունդերլայնը իրեն Ղարաբաղի մայրերը գրում էին, նամակներ էին գրում, որ մենք սովամահ ենք լինում մեր երեխաների հետ, եւ այդ անձը իրենց ինչ որ ստանդարտ copy-paste արած ինչ որ պատասխան ուղարկեց։ Դուք հիշում եք, որ այդ ժամանակ Ղարաբաղցիները Ադրբեջանի տարածքով էին ստանում, չէ՞, էլեկտրականությունը, եթե ճիշտ եմ հիշում, եւ Այո, գազը։ թարգում էին Դա ձեզ երբ ոչինչ չի ցանկանում են։ հուշում։ Դա ձեզ ոչինչ չի հուշում, թե ինչ է լինելու հետո։ Այսինքն նույն սցենարն է։ Իսկ դուք եթե Ալիևի տեղ լինեիք, ինչ որ ուժի բան կանեիք, ես զարմանում եմ, գիտեք, ես սկսում եմ շատ ավելի հանգիստ ընդունել Ալիևի ասածները, որովհետև նա տրամաբանական է խոսում։ Այս խմբի մասին ես լսել չեմ ուզում, ես իմ ներվերը չի դիմանում արդեն, ինձ ոնց որ գժանոցում պահեն արդեն 5 տարի, 8 տարի։
մենք սկզբից կընկնենք կախվածության մեջ, սկզբից գազ կստանանք, բենզին կստանանք, էլեկտրականություն կստանանք, հաց կստանանք իրենց տարածքով, հետո արդեն լրիվ կախվածության Արդեն մեջ կլինենք, հետո մեր տարածքով կգնան արդեն իրենց ցանկացած ուղղությամբ իրենց բեռնատարները, նրանք ճանապարհներ կառուցեն որտեղ ուզեն, հետո մեր տարածքում կկառուցվեն գործարաններ, բիզնեսներ, Թուրքիայի, Ադրբեջանի սեփականությունը ներկայացնող։ Դրանից հետո արդեն մեր տարածքում մենք կունենանք մի ցանց թուրք եւ ադրբեջանական բիզնեսների, ձեռնարկությունների, շենքերի մի ցանց, որը արդեն մերը չի։ Դա պատկանում է մեր հարևաններին։ Դրանից հետո ես շատ կուզենամ տեսնեմ, թե ով է հետ վերցնելու այդ տարածքները Թուրքիայից եւ Ադրբեջանից, երբ որ ասենք Գորիսում, Ղափանում, Սևանում, ուրիշ շրջաններում, հիմնականում Սյունիքից կսկսեն իմ կարծիքով։ Դա ամենա իրենց սիրելի կտորն է։ Այդ տարածքով անցնող, Եղեգնաձորով անցնող այդ բոլոր ճանապարհները, երբ որ նրանք տեր դառնան դրան, այնտեղ կառուցվեն իրենց տնտեսական օբյեկտները, այնտեղ ապրեն իրենց աշխատողները, դրանից հետո ով է դա հետ բերելու Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ինձ հետաքրքիր է դա ով է դա պատկերացնում եւ ինչպես։ Ես ձեզ նորից կհիշացնեմ 20-րդ դարի սկզբին հենց այդպես էին վարվում Լատինական Ամերիկայի հետ։ Բանանային պատերազմները նշանակում է, որ Միացյալ Նահանգները ուժով ստիպում էր լատինամերիկյան երկրներին, որ նրանք իրենց շուկաները բացեն ամերիկյան տնտեսության համար, առևտրի համար։ Այսինքն, եթե մենք ունենայինք ինչ որ ուժերի բալանս, արժանապատիվ իսկական խաղաղություն մեր հարևանների հետ եւ առևտրով զբաղվեինք, ունենալով երաշխիքներ մեր անվտանգության, գուցե դա կարելի էր անել, բայց էլի պետք է հաշվարկել, թե դա ինչ հետևանքներ կունենա մեր տնտեսության համար, ոչ ոք դա լուրջ չի անում կամ ես չեմ տեսել։ Բայց այս իրավիճակում, երբ որ մենք այս կառավարության պատճառով բացարձակ կոտրված ենք, բարդված, ջախջախված ենք, ընկնել կախվածության մեջ, սա փոխկապվածություն չի, սա միակողմանի կախվածություն է։ Ընկնել այսպիսի կախվածության մեջ նշանակում է, որ այլևս երբեք մենք չենք կարողանալու հետ բերել մեր անկախությունը եւ մեր սուվերենությունը, քանի որ մենք դառնալու ենք մեր հարևան թշնամի կամ ոչ թշնամի պետությունների սեփականությունը։ Մենք դառնում ենք նրանց սեփականությունը։ Դա նույն բանն է, ինչ որ ես գամ ձեր բնակարանում տեղադրեմ իմ սառնարանը, իմ հեռուստացույցը, իմ կահույքը, հետո մի օր ես կասեմ, գիտեք, այս սենյակը, որտեղ ես տեղադրել եմ իմ իրերը, սա իմ սենյակն է, որտեղ սա իմ սեփականությունն է, դուք ինչ գործ ունեք այստեղ։ Հետո էլ ձեր բնակարանը նույն ձևով ձեր ձեռից կառնեմ, հետո էլ ձեր բակում գարաժ կկառուցեմ։ Հետո կասեմ, սա իմ սեփականությունն է, սա իմ մեքենան է, այստեղ է կանգնած այս մեքենան, այստեղ է կանգնած այս գարաժը, դուք ստեղ ինչ գործ ունեք։ Մանավանդ ես ձեզանից 40 անգամ ավելի հզոր եմ եւ տնտեսական բաներով, ինդիկատորներով, չափանիշներով եւ բնակչության չափանիշներով դուք ով եք, որ իմ հետ վիճեք։ Միթե սա իսկապես դժվար է հասկանալ, թե սա ինչպես է լինելու։ Նայեք, օրինակ, բերել եմ այդ օրինակը Սուեցի կանալի օրինակին։ Դա մենք երբ որ համեմատում ենք բանի, այսպես ասած, այդ տրիպը, որը իրականում Զանգեզուրի միջանցք է, երբ որ 100 տարի հետո Եգիպտոսը չկարողացավ դա հետ բերել, որտեվ Անգլիան եւ Ֆրանսիան պատերազմի դիմեցին Իսրայելի հետ միասին։ Նայեք Պանամայի կանալին, նայեք բանանային այս պատերազմներին, նայեք օպիումի պատերազմներին Չինաստանում, նայեք Աֆրիկայում եւ Ասիայում ինչպես են գաղութ դարձնում բոլոր այդ ժողովուրդներին, ովքեր ապրում էին Ասիայում եւ Աֆրիկայում, ուժով ստիպում են, որ նրանք ընդունեն որոշ տնտեսական պայմաններ, կոնցեսիաներ եւ հատո այդ տնտեսական շահերի հետևը, առևտրականների հետևը կանգնած էր Անգլիայի, Ֆրանսիայի, Գոլանդիայի եւ ուրիշ երկրների բանակը եւ նավատորմը եւ ուժով ստիպում են, որ նրանք ենթարկվեն։ Նույն ձևով անելու են մեզ հետ։ Բայց մեր դեպքում մի մեծ տարբերություն կա։ Եվրոպական պետությունները որոշ բացառություններով չէին ցեղասպանում այն ժողովուրդները, որոնք նրանք գաղութացնում են։ Դե իհարկե Լատինական Ամերիկայում սարսափելի բաներ էր կատարում Իսպանիան եւ Հյուսիսային Ամերիկայում անգլիացիները սարսափելի բան տասնյակ միլիոնավոր մարդիկ մահացան, բայց որոշ ուրիշ երկրներում այդպես չէին անում, ուղղակի գաղութացնում են։ Իսկ մեր դեպքում մենք ունենք ցեղասպանության նախադեպը, որը մինչև հիմա անգամ չեն ընդունել։ Գոնե, ասենք, Միացյալ Նահանգները իրենց մեղքը ընդունել են բաների ավտոխտոն բնակչության սպանության համար Գերմանիան իր մեղքը ընդունել է։ Մեր հարևանները իրենց մեղքը չեն ընդունում, այսինքն նրանց համար խնդրեմ չի սա կրկնել։
Մենք ինչու սա չենք հասկանում։ Ես չգիտեմ, ճիշտ ասած այլևս չգիտեմ բացատրել ինչ որ իմաստ ունի թե ոչ։ Պարոն Խաչիկյան, կուզեմ անպայման անդրադառնանք նաև եկեղեցու դեմ տեղի ունեցողին։ Դուք մի միտք ասացիք, որ այսօր այլևս ոչ ոք չի հիշում Արցախը։ Այո, այս իշխանությունները ընդհանրապես դադարել են խոսել միջազգային հարթակներում այդ մասին ընդհանրապես Փաշինյանը եւ նրա թիմակիցները չեն խոսում, անընդհատ խոսում են միայն ժողովրդավարությունից, որը ուղղակի գոյություն չունի Հայաստանում, եւ այն կառույցը, միակային կառույցը, որը խոսում է Արցախից, որը խոսում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայ գերիների Բաքվի բանտերից վերադարձի մասին, մեր հայկական մշակույթի Ադրբեջանի կողմից ավերի մասին Արցախում կատարվող մշակութային եւ հոգեվոր ավերի մասին, դա հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Եվ այսօր նա ամբողջությամբ մեր եկեղեցին իր բարձրաստիճան ղեկավարներով, կաթողիկոսով, այլ կարևոր մեր սրբազաններով ուղղակիորեն թիրախավորված է, այս մարդը անցել է բոլոր կարմիր գծերը, իր վարկաբեկում է, չգիտեմ, KGB-ի անդամ, չգիտեմ, ամեն ինչ անցել է այլևս, այլ բացարձակ սրբություն չկա, բայց խոսում է սրբությունների անունից, խոսում է Հիսուսի անունով է խոսում, իբրև հանդես է գալիս հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ։ Մենք դարձյալ գործ ունենք այդ զարուրելի տեխնոլոգիաների հետ, հա, երբ ուղղակիորեն ազդում է մարդկանց ուղեղի վրա, թմրեցնում, իբր հանդես է գալիս հայ եկեղեցու պաշտպանի դիրքերից, ինչ որ խորհուրդ են ստեղծել, արդեն 13-րդ հոգևորականին բերել են իրենց դաշտ, ես չգիտեմ ինչեր են օգտագործում, այսինքն հասկանալի է, որ բազմաթիվ այսպես կոմպրոմատներ են դրվել այդ մարդկանց առաջ, իրենց տխուր անցյալը որոշ հոգևորականների հաշվի առնելով, նրանց ուղղակի փաստի առաջ են երևի թե կանգնեցրել, բայց անհասկանալի է։ Ես չգիտեմ աշխարհը ոնց է դա հասկանում, ոնց է վերաբերում, որովհետև վերջերս գերմանացի պատմաբաններից մեկի խոսքը ես կարդացի, որտեղ նա ասում էր, հայեր դուք հասկանում եք, թե որքան հզոր դեմք է ձեր կաթողիկոսը, նա ձեր հայրն է, նա ձեր հոգևոր հայրն է, եւ աշխարհը նրան շատ հարգում եւ սիրում է, նա ուժեղ մարդ է, եղեք նրա կողքին եւ մի գնացեք ձեր կառավարության ղեկավարի հետևից, որը ուղղակիորեն ոչնչացնում է ձեր ինքնությունը։ Ես կխնդրեմ ձեր կարծիքը, այս շատ կարևոր գործընթաց է, այնինչ դուք ասում եք, դա կիրականանա վերջնականապես Հայաստանի ադրբեջանացում կամ թրքացում, եթե մենք վերջնականապես կկորցնենք մեր ինքնության հենասյուն եկեղեցու ամրությունը։ Խնդրեմ ձեր կարծիքը կխնդրեի այս հարթության մեջ եւ ինչ ուժեր են, պարոն Խաչիկյան, նաեւ ինչ ուժեր են կանգնած, հա, այս սցենարը որտեղից է գալիս։ Թվում են, ասվում է Թուրքիա, Ադրբեջան, անգամ Վատիկան, Մեծ Բրիտանիա, Անգլիայի, այսինքն գործոնը նաև Իսրայել, այստեղ մի խայտառակ իրավիճակ է այս դեպքում ստացվում է, մեր եկեղեցու դեմ դուրս է եկել այդ աշխարհի այդ ուժային կենտրոնները, հոգևոր կենտրոնները Փաշինյանի ձեռամբ, ինչ է կատարվում, խնդրեմ։ Դե գիտեք նորից շատ բան եմ ասել։ Առաջինը ես էլի ասեմ, որ իմ կարծիքով մենք չպետք է այդ հարցերը քննարկենք այլևս, բոլորը ամեն ինչ տեսնում են։ Այդ հարցերը պետք է տալ այն մարդկանց, ովքեր անտարբեր, ասում են մենք չենք խառնվելու, չենք մասնակցելու այն 60-65%-ին, կամ այն մարդկանց, ովքեր ձայն են տվել այս ռեժիմին։ Չնայած շատերը արդեն փոշմանել են, դուք տեսնում եք իր ռեյտինգները լավ ընկել են, այդ մարդիկ, ովքեր շարունակում են նորմալ ապրել իրենց կյանքը այս բոլոր վճռագործություններից հետո, տերորից հետո, պետք է իրանց հարցնել, դուք ինչպես եք սա հանդուրժում, որովհետև իմ ընկերները, ովքեր արտասահմանում ապրում են, նրանք չեն կարող հավատալ, որ հայազգը սա ընդունում է, որ մենք հաշտվում ենք սրա հետ։ Վրաստանում սա 10 րոպե չէր տևի։ Իմ վրացի ընկերները ես համոզված եմ, եթե այսպիսի բան կատարվեր վրացի եկեղեցու դեմ, 10 րոպեում այդ հարցը կլուծվեր Թիֆլիսում եւ Վրաստանում։ Ցավոք սրտի մենք ցույց տվեցինք, որ որոշ տարբերություններ կան մեր մեջ։ Այդ մեկ։ Երկրորդը, ամբողջ աշխարհում հիմա այո քննադատում են այս ռեժիմը, չնայած որոշ քաղաքական ուժեր իհարկե օգտագործում են նրանց, բայց արդեն այս զարհուրելի իրադարձությունները ամբողջ աշխարհում քննադատում են։ Դուք հիշում եք Տակեր Կարլսոնի ծրագիրը, այնտեղ Ռոբերտ Ամստերդամն էր խոսում եւ Տակեր Կարլսոնն էր խոսում, Լոնդոնի Times-ն է գրել սրա մասին, Telegraph-ն է գրել սրա մասին, Միացյալ Նահանգներում Compact բան բարբերական կա, որ նույնպես ես վերջերս տեսա հոդված է գրել սրա մասին Washington Times, Վաշինգտոնում
մեծ դժգոհություն է առաջացել այս բոլոր ինչպես ասեցի կարմիր գծերը հատելու նկատմամբ Միացյալ Նահանգներում ես այնպեսի տպավորություն ունեմ, որ Միացյալ Նահանգներում դժգոհություն է սկսվել այս ռեժիմի հանդեպ եւ հուսահատություն եւ հետո մի ուրիշ շատ վտանգավոր բան, որ այս արշավը սկսվել է Ալիևի հրահանգով մի կողմ դնելով այն բանը, որ սա անօրինական է, սա մեր սահմանության խախտում է, որ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու գործերին եւ մի ամբողջ երկիր շանտաժով ղեկավարել, անընդհատ կոմպրոմատներ փորել, այն էլ այն մարդիկ, ովքեր իրենց տակ ունեն շատ եւ շատ կոմպրոմատներ, որոնց մասին մենք խոսել ենք, առաջացնելով իհարկե իրանց զայրույթը, որը հասկանալի է, դա դնելով մի կողմ, մենք ունենք մի իրավիճակ, երբ Ալիևի հրահանգով Հայաստանում հարձակվում են մարդկանց վրա կամ ասենք եկեղեցու կամ ոչ եկեղեցու դա նշանակում է որ վաղը Ալիևը կարող է բարկանալ որ ես ու դուք այսօր հարցազրույց ունեցանք դա կարող է առաջացնել իր անհանգստությունը կամ զայրույթը եւ նա հրահանգ տա մեզ էլ ձերբակալ վաղ չեմիսորը նա կարող է հրահանգ տալ նժդեհի արձանը հանել ես ավելի լավ է ես չխոսամ որտեվ ես որ մի բան ասում եմ լինում է հետո ես ինձ վատ եմ զգում որ ասեցի նա կարող է հետո որոշել որ փողոցներն են փոխվելու Երևանում անունները ոնց է փոխվելու որոշի որ Կոմիտասը թուրք կոմպոզիտոր է մենք էլ Կոմիտասի մասին չպետք է խոսենք որոշի որ Դավիթ Սասունցի Դավիթին եւ Վարդան Մամիկյանին պետք է հանենք որտեվ նրանք ռևանշիստ բաներ են գեներալներ են նա ամեն ինչ կորոշի եւ այս անձը այս խումբը չոքերի վրա կանգնած ամեն ինչ կանի ոնց նա ասի նա էլ կանի այսինքն մենք ղեկավարվում ենք Ալիևի կողմից մենք պետք է դա հասկանանք մենք ապրում ենք հիմա Ալիևի իշխանության տակ նա վաղը որ որոշի բան հանրապետության հրապարակի անունը փոխվի կփոխեն նրանք ամեն ինչ կանեն մի բան չի եղել որ նա պահանջի սրանք ասեն չէ դա է վտանգավորը Իսկ անցնելով այս համաշխարհային խայտարակությանը, այո, կա համաշխարհային խայտարակություն, բայց խայտարակությունը արդեն ոչ թե իրանց արածն է, այլ այն փաստն է, որ մեր հասարակությունը դա հանդուրժում է։ Եվ մարդիկ շարունակում են իրենց ամենօրյա կյանքով ապրել, եւ մինչեւ օրս կան իր աղանդի անդամները, որոնք դեռ պաշտպանում են այս երևույթը։ Նրանք դեռ պաշտպանում են, ասելով, որ գիտեք, 10 տարի առաջ Ղարաբաղը արդեն հանձնած էր, նախկինները կոռումպացված էին, չնայած այս ռեժիմը նույնպես նույն բաներն է անում, ինչ որ նախկիններն էին անում։ Այստեղ մեզ պետք է հոգեբան, որը մեզ բացատրի թե ինչպես մեզ հասարակությունը կախարդեցին։ Մեզ կախարդեցին, գցեցին գիպնոզի տակ, մենք գիպնոզի տակ ենք։ Եվ այս հարցազրույցների փոխարեն պետք է այն առողջ ուժերը, որոնք կան նիմության մեջ, պետք է գնան գյուղեր, ռայոններ, խոսել մարդկանց հետ, բացատրել, որ այսօր նրանք հանձնեցին իրանցը, այսօր նրանք հանձնեցին Մեղրի տարածքով անցնող միջանցքը, հանձնեցին Ղարաբաղը, վաղը նրանք հանձնելու են Վարդենիսը, հանձնելու են Ղափանը, հանձնելու են Գորիսը, նույն ձևով, ասելու են դա թոգեր մեր վզին, դա մերը չէր, դա պատմական Հայաստան է, իրական Հայաստանը դա այնտեղն է, որտեղ մեր աթոռն է դրած, որտեղ մենք մեր փողերն ենք ստանում եւ մեր պարգևավճարներն ենք ստանում, դա է մեր հայրենիքը։ Դրան էլ կհասնի գործը, մարդկանց պետք է բացատրել, գոնե փորձել։ Եթե դրանից հետո նույն ձևով նրանք էլի գնան երրորդ անգամ, իրան ընտրեն, այլևս ոչ մի բան բացատրել պետք չի։ Թող լինի այնպես, ինչպես նրանք ուզում են։ Պարոն Խաչիկյան, ավարտենք արդեն մեր հարցազրույցը անդրադառնալով ընդդիմության հետ կապված դուք իհարկե արդեն խոսեցիք։ Ես ձեր խոսքում իհարկե նկատեցի հետևյալ շեշտադրումը, այն ինչի մասին արդեն հայաստանյան որոշ քաղաքական ուժեր, անձեր, քաղաքական անձեր հայտարարում են։ Խոսքը հետևյալի մասին է. երեք նախագահները պետք է հետ քայլ անեն, որպեսզի հնարավոր լինի ազատվել այս հակահայկական ադրբեջանամետ օտարի օրակարգն իրականացնող իշխանությունից։ Այսինքն, մասնավորաբար այդ մասին հայտարարեց ավելի բաց տեքստով խոսեց, հայտարարեց Արման Թաթոյանը, հետ քայլ անել, չխանգարել նոր ուժերին, որպեսզի ընդ որում մնացել է 150 օր, հաշվարկ է արդեն արվում, 150 օր է մնացել ընտրություններին, ուզում եմ հասկանալ մենք ինչ ենք անում, ընդդիմադիր հատվածը ինչ է անում, իշխանությունը իր խաղի մեջ է, փայլուն շարունակում է ոչնչացնել ազգային բոլոր ինստիտուտները, անվտանգային ինստիտուտները, հանձին նաև բանակի, կեղծում են, պախարակում են, վարկաբեկում են, ինչ է անում ընդդիմությունը։ Ընդդիմությունը
ժողովրդի ակնկալիքն անգամ դեռ չի իրականացրել, խոսքս վերաբերում է առաջնորդ իր անձով, որը կներկայանա, եւ առաջնորդ, որը կներկայանա իր ծրագրերով, եւ նաեւ քաղաքական ուժեր, որոնք սեղանին կդնեն հստակ քաղաքական օրակարգ։ Ժողովուրդը դա է ասում, գիտեք, երբ հարցումների ենք դուրս գալիս, մարդիկ ասում են, մենք այլընտրանքը չենք տեսնում, եւ եթե լինի այսպես, մենք կամ չենք գնա ընտրության, ինչը ուղղակիորեն ջուր է լցնելու Փաշինյանի ջրաղացին, կամ էլ եթե գնանք, դե երևի նույն ձևով կընտրենք Փաշինյանին։ Այսինքն երկու դեպքում էլ մենք ահավոր վտանգավոր իրավիճակի առաջ ենք կանգնած եւ ընտրության հնարավորությունը Փաշինյանի կարելի է ասել բավական բարձր է, որքան էլ ասում են, թե ռեյտինգը իր ընկել է, հա ընկել է, բայց ինչ է անում, օգտվում է դրանից արդյոք ընդդիմությունը, թե ոչ, սա պետք է մենք հասկանանք։ Հիմա ձեր կարծիքով այդ երեք նախագահներն իրենց ուժերով պետք է դուրս գան, ուղղակի ես ուզում հասկանալ դա ոնց է հնարավոր, ճիշտ է նման հայտարարություն անելը, կամ այդ դուրս գալը գուցե երեք անձերի մասին է խոսքը, ոչ թե նրանց քաղաքական ուժերի, որտեղ այնտեղ էլ բավական ներկայանալի մարդիկ են, դուք դա ոնց եք ընդհանրապես պատկերացնում, խնդրեմ։ Ես չեմ կարծում, որ ես իրավունք ունեմ ինչ-որ երաշխիք, ինչ-որ բաներ տալ, կարծիքներ արտահայտել դրա մասին, թե ինչ պետք է անեն նախկին նախագահները, նրանք ինքները պետք է դա որոշեն, եթե մարդիկ կան, ովքեր ուզում են իրենց ձայնը տալ նախկին նախագահներին, նրանք այդ իրավունքը պետք է ունենան եւ նրանք պետք է իրավունք ունենան մասնակցել, եթե ցանկանում են, եւ եթե մարդիկ նրանց ընտրեն, թող ընտրեն։ Բայց իմ կարծիքով նույնպես պետք է լինեն, նույնպես լինեն նոր ուժեր, Այ, նոր մարդիկ, ովքեր պետք է կապված չլինեն անցյալի հետ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ասում են մենք նախկիններին չենք ուզում, նրանք պետք է այլ ընտրանք ունենան։ այո, Այն մարդիկ, ովքեր ուզում են նախկիններին, թող նախկիններին ընտրեն։ Ուղղակի պետք է իրար չխանգարեն, այդ ուժերը իրար չխանգարեն։ Մենք ունենք մի տեխնացու, հա Սամվել Կարապետյանը, որը որևէ կապ չունի նախկինների հետ, որքանով այո, ես գիտեմ։ Ունենք նաև մի քանի ուրիշ տեխնացուներ անունները ասել եմ, որոնք կապ չունեն նախկինների հետ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ասում են մենք չենք գնա, որովհետև նախկինների ժամանակ ասված չկար, դպրոց չկար եւ կոռուպցիա կար, չնայած հիմա շատ ավելի ծանր վիճակում ենք, բայց նրանք դա չեն ուզում տեսնել, շատ լավ, թող չտեսնեն։ Ուզում են, եթե չեն ուզում նախկիներին, թող գնան նոր տեխնացուներին իրենց զայրը տան։ Իմ կարծիքով ընդդիմությունը պետք է ուղղակի իրար չխանգարեն, ընդդիմության ուժերը իրար չխանգարեն, իրար տակ չփորեն եւ ինչպես ասեցի, իրար վրա ցեղ չլցնեն։ Մանավանդ այն մարդկանց վրա, ովքեր իրենց բոլորին օգնում են եւ որևէ ամբիցիաներ չունեն։ Ես մինչեւ հիմա չհասկացա ինչու իմ վրա այդ ցեղը սկսեցին լցնել այն մարդիկ, ում ես օգնում եի ընտրությունների ժամանակ։ Ես չեմ հասկանում, դա ինչպես է աշխատում։ Դե դա իրենց խղճի վրա թող մնա, թող իրար չխանգարեն եւ մեր ժողովուրդը ընտրի այն ուժերին, ում նա կցանկանա։ Անգամ եթե այս խմբի մեջ ինչ-որ առողջ մարդիկ կան, որոնք հասկանում են, թե նրանք ինչ են անում եւ ուր է սա գնում, եւ նրանք ցանկանան հանդես գալ, շատ լավ, ես որևէ խնդրեմ չունեմ, թող իրանց էլ ձայն տրվի։ Եվ ի վերջո, ըստ այդ տոկոսների, ձայների տոկոսների, թող բաժանեն իրենց մեջ այդ աթոռները, այդ պաշտոնները, թող բաժանեն իրենց մեջ, բայց այն քաղաքական ուժերը, ովքեր չունեն բավարար ձայներ, որ գոնե անցնեն, այդ շեմը անցնեն, թող չփոշիացնեն այդ ձայները, թող այդ իրենց եսասիրությունը դնեն մի կողմ եւ միավորվեն այն կուսակցությունները, ովքեր ունեն 1.5% կամ 2% ռեյտինգ, ովքեր չեն անցնելու, թող այդ կուսակցությունները թող միավորվեն, որ այդ ձայները չկորեն եւ այն մարդիկ, ովքեր տապալել են, մի քանի անգամ տապալել են բողոքի ակցիաները, ում ժողովուրդը չի ուզում տեսնել, եթե դուք ուզում եք իմանալ դա ով է, դուրս եկեք փողոց հարցրեք, ձեզ բոլորը կտան նույն անունները, այն մարդիկ, ովքեր ամեն անգամ դուրս են գալիս, բեմ ժողովուրդը շրջվում գնում է տուն։ Այդ մարդիկ թող խիզախություն գտնեն ընդունել, որ նրանք Նապոլեոն չեն եւ թողնեն հետ քաշվեն նոր մարդիկ կան, որ կարող են գլխավորել մեր ընդդիմությունը, բայց իհարկե չգիտեմ, սա մեծ հարց է, սա իսկապես ընդդիմություն է, նրանք իսկապես ուզում են փոխել կառավարությունը, թե ուզում են ուղղակի ապագայում լինել ընդդիմություն։ Դա մեծ հարց է, քանի որ ցավոք սրտի չեն կարողանում ինչ-որ բան անել եւ անընդհատ կամ հերոսական հարցեր են տալիս պարլամենտում, կամ իրար վրա ցեխ են լցնում։ Ես չգիտեմ սա ինչ է։ Ինձ համար իհարկե նորություն էր, ես հասկացա, որ ձեզ թիրախավորել են եւ կռահում եմ, որ ավելի շատ թիրախում եք երևի թե խորհրդարանական ընդդիմության կողմից, հա, շատ ցավալի փաստ է, ձեր ակնարկներից խոսքից ես այդպես եմ հասկանում, դա տարօրինակ է, այսինքն ինչ է ստացվում, ընդդիմությունն ինքն իր ներսում պայքարի մեջ է,
ընդդիմության լիդերի պայքար կա, հա, եթե մենք այս իրավիճակի առաջ ենք եւ եթե մենք չենք պայքարում մեկ վտանգավոր երևույթի ՔՊ անունով եւ նրա առաջնորդի դեմ եւ իրար մեջ ենք պայքարը ծավալելու, կնշանակի այն սարսափելի պատկերը, որ դուք մեր ամբողջ հարցազրույցի ընթացքում ներկայացրեցիք, իրականություն է դառնալու։ Պարոն Խաչիկյան, այսինքն ձեզ էլ են սկսել թիրախավորել։ Գիտեք, իմ կյանքը շատ հետաքրքիր է դարձել։ Նախ այդ Facebook-ս, որ երկու անգամ փակեցին, շատ ավելի հանգիստ եմ ապրում եւ շատ շնորհակալ եմ։ Ես չգիտեմ ով ա դա արել, բայց այդ մարդուն խնդրում եմ շնորհակալություն հայտնեք, որովհետեւ ես ավելի առողջ եմ հիմա ապրում, առավոտվանից այդ թույնը եւ խելագարությունը չի լցվում իմ կյանքի մեջ։ Երկրորդը շատ հետաքրքիր կյանք ունեմ, որովհետեւ իմ վրա հարձակում են համ այսպես կոչված կառավարության ներկայացուցիչները, համ ընդդիմությունը, այն էլ մի քանի կողմից, եւ հետո պարզվում է, որ իմ հետևից է ընկել մահապորձ են փորձել կատարել եւ Համասը եւ Մոսադը եւ վերջերս դա հրատարակել են։ Այսինքն անգամ այն մարդիկ, ովքեր ուզում են ինչ-որ սպառնալիքներ ասեն իմ հասցեին, չեն կարողանում ճիշտ ձևով սպառնալ։ Միթե ես պետք է բացատրեմ, որ Համասը եւ Մոսադը իրար հետ չեն կարող ինձ ուզենալ սպանել, քանի որ նրանք իրար թշնամիներն են, ողերիմ թշնամիներն են, նրանք երկուսով չեն կարող համագործակցել, անգամ ինձ վերացնելու համար այդպիսի բան չի 17-ի այդ բարբարոսական հարձակումները Իսրայելի վրա, իսկ Իսրայելի արտաքին հետախուզությունը եւ հատուկ օպերացիաները դա Մոսադն է, այսինքն նրանք իրար հետ համագործակցել չեն կարող։ Միաժամանակ ինձ ուզում են վերացնել Մոսադում, Համասում եւ միաժամանակ եւ Ռուսաստանի ագենտ եմ եւ վերջերս պարզվեց Իսրայելի եւ Անգլիայի եւ իմ դեմ հիմա մի քանի խումբ է գործում Հայաստանում եւ ընդդիմությունից եւ կառավարությունից։ Ես ավելի լավ գիտեք, որոշ ժամանակ բացակայեմ, թող այնտեղ պարզեն ով ում բարեկամն է, ով է ում ուզում սպանի, վերացնի, բանտարկի, որ ես հասկանամ, էլի ինչա ինձ սպասում ապագայում շատ այսպես ինչ որ հետաքրքիր տենց դրամատիկ սցենարների մեջ եմ։ Սա ծիծաղելի է, բանավանդ եւ որ հաշվի առնելով, որ ես ոչ մի բան Հայաստանում չեմ ուզում ստանալ, ոչ մի քաղաքական ամբիցիաներ չունեմ եւ Աստված չտա ես այսպիսի պայմաններում զբաղվեմ ինչ որ քաղաքականությունով կամ գնամ այդ ազգային բեսեդկայում այդ ռազմիրատներին մասնակցեմ, դա իմ մասնագիտությունը չի։ Բացարձակ ինձ ոչ մեկից ոչինչ պետք չի։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք փրկենք Հայաստանը եւ կոմպետենտ կառավարություն գա, բայց այն ժամանակ, երբ որ ես օգնում եմ այդ ընդդիմությանը իմ կարծիքներով, իմ խոսելով, ելույթներով եւ այլն, եւ միաժամանակ իմ մեջքի հետեւին վրա ցեղ են լցնում, ես չգիտեմ այդ մարդկանց հետ ինչ է կատարվում, չգիտեմ։ Թող դա մնա իրանց խղճին, ես այդպես ինչ չեմ պահում, գուցե ես շատ հին մարդ եմ, բայց ես ինչ որ պատվի եւ արժանապատվության ինչ որ նորմաներ ճանաչում եմ։ Պարոն Խաչիկյան, կարևոր չի, ես սա բոլորը կարևոր չի։ Պարոն Խաչիկյան, անկեղծ ասած կարողանա այս ընդդիմությունը կարողանա գոնե իրար տակը չփորել, որ այս խայտառակությունը չշարունակվի։ Եթե հունիսից հետո սա ընտրվի, իմ համար այլևս ես չեմ տեսնում, թե Հայաստանը ինչպես է շարունակելու գոյություն ունենալ եւ հազարավոր մարդիկ նույն բանն են ասում։ Պարոն Խաչիկյանի դեպ անդրադառնալ եմ ուզում այն մտքին ձեր, որ ասացիք, ձեր անձի հետ կապված դա համարում եք ոչ կարևոր եւ նույնիսկ ծիծաղելի, ես ասեմ դա ողբերգություն է։ Եթե մեր հայտնի խելացի ներուժ ունեցող մեր հայրենակիցների հանդեպ ներսում կարող է նման վերաբերմունք, թշնամին կարող է հետևել, վտանգել, փորձել վնասել, բայց եթե դա արվում է մեր ներսից, անկեղծ ասած, սա խիստ մտահոգիչ երևույթ է։ Մենք ինքներս մեր ձեռքով մեր տունը քանդում ենք։ Փաստորեն դրա մասին է խոսում այն ինչի, տեսեք, Ալիևը բանտարկել է հայտնի մարդկանց, այն հայրենասեր մարդկանց, ովքեր կարող էին, եթե լինեին Հայաստանում, իրավիճակ փոխեին, Բաքվի բանտերում են։ Փաշինյանը Երևանի բանտերն է լցնում նույն տեսակի հայրենասեր մարդկանց, հիմա մնացել է, որ ընդդիմությունն էլ ջրաղացին թուրք-ադրբեջանական տանդեմի եւ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնի։ Սա խիստ վտանգավոր հարց է, ես կարծում եմ նույնիսկ պետք է շատ խոսել այս մասին, որպեսզի դադարեցնեն նման, ասենք, ներքին պառակտումները, որովհետեւ մենք վերջին միջոցն է։ Ես միշտ համարում եմ, որ 26 թվականի ընտրությունները մեր վերջին փրկությունն են, եթե դա իհարկե չգիտեմ, դրա վրա պետք է հույսը չդրվեր, բայց հասնում ենք դրան, որովհետև ազգային ազատագրական պայքարի հետ գործ ունենք։ Դրանք իրականում ընտրություններ չեն լինելու։ Դրանք լինելու են կամ մենք վերանում ենք, կամ մենք շարունակում ենք որպես ազգ պետություն գոյություն ունենալ։ Եթե այս ընկալումը չկա եւ իրար տակ ենք փորում եւ դուք անդակ շեշտում եք այդ մասին, որ ընդդիմություն ձեր մեջ պառակտումը դադարեցրեք,
Սա ողբերգությունն է։ Եվ եզրափակենք ձեր եզրափակիչ խոսքով դիմեք, խնդրում եմ, եւ մեր ժողովրդին շատ կարճ, եւ ընդդիմությանը, եւ իշխանությանը, եւ ավարտենք։ Դուք միշտ սթափ վերլուծություններով եք հայտնի, ինչի համար ես շատ շնորհակալ եմ ձեզանից, պան Խաչիկյան, եւ ձեր ձայնը լսելի է։ Գուցե նաեւ դա է պատճառը, որ շատերը նեղվում են, հա, այդ ազնիվ անկեղծ ձայնը հնչեցնելու համար։ Խնդրեմ եզրափակիչ խոսքով ավարտենք։ Որովհետև ոչ մի կոմպրոմատներ երևի առայժմ դեռ չեն Ահա, ստեղծվել իմ հասցեին, չնայած ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ ես մի քանի ընտանիք ունեմ կամ մի քանի կին ունեմ կամ քննությունների ժամանակ կաշառք են վերցրել, ուսանողներս գառ են բերել, չգիտեմ, ինչ որ մի տենց բան կմտածեն հաստատ, ես չեմ զարմանա, բայց իրավիճակը շատ լուրջ է, մենք ապրում ենք նախապատերազմական ես նկատում եմ գլոբալ պատերազմի սկզբնական փուլում ես սա համեմատել եմ շատ անգամ եւ գնալով տեսնում եք, որ այդպես էլ կա, սա 1930-ական թվականներն են, 38, 30, շուտով 39-ն էլ կհասնենք, այսինքն աշխարհը գնում է դեպի խոշորագույն բախում, բաց էի բաց արդեն հռչակվում է, որ ամեն ինչ լուծվել է ուժով, այսպիսի աշխարհում մենք այլևս չենք կարող ունենալ այնպիսի իրավիճակ, երբ մենք գնում ենք Սարյանի վրա, գինի ենք խմում եւ հաց ենք ուտում եւ ասում ենք, որ լավ կլինի։ Այսպես չի կարելի։ Սա լավ չի վերջանա մեզ համար, եթե մենք չստափվենք, բերենք իշխանության ինչ որ կոմպետենտ մեղսունակ ուժեր, ինձ բացարձակ միևնույն է դրանք ովքեր կլինեն բարեփոխված քպայականներ, թե ինչ որ ընդդիմություն, թե ինչ որ, ինձ մեկ է, եւ բոլորն էլ իդեպ այնպես չէ, որ իմ ընկերներն են, հենց որ տենց ավելի լավ է միջալից, դա ցույց է տալիս, որ ոչ մեկի հետ կապ չունեմ։ Թող ինչ որ մեղսունակ մարդիկ կան, ովքեր կարողանան մեր ճիշտ ձևով դրսևորել մեր արտաքին քաղաքականությունը, որովհետեւ մենք շատ եւ շատ ծանր իրավիճակում ենք լինելու, մանավանդ եթե դեստաբիլիզացվի Իրանը, եթե այնտեղ սկսվի քաղաքացիական պատերազմ, էթնիկ կոնֆլիկտներ, ինտերվենցիա, դա սարսափելի վտանգ է ներկայացնում ամբողջ ռեգիոնի համար եւ մեզ համար։ Հիմա ժամանակը չէ զբաղվել իրար տակ փորելով, ինչպես ասեցինք, կիսախելագար, ինչ որ հոգեկան շեղումներ ունեցող, ինչ որ մարդիկ գորգորան ամեն առավոտ, ինչ որ նոր PR շոուներ անեն, հարցակվեն մեր եկեղեցու վրա, հիմա դրա ժամանակը չէ։ Մենք կարող ենք շատ եւ շատ լուրջ հետևանքների գալ։ Ես գիտեք քաղաքական գործիչ չեմ եւ չեմ էլ ուզում լինել որևէ կոչերով չեմ ուզում հանդես գալ, բայց ես կարծում եմ, որ օրինակ լրագրողները գուցե ավելի հաճախ ոչ թե մեզ հետ խոսեն, այլ գնան մարդկանց հետ խոսեն եւ իրենց հասկանան թե գիտեք հասկանալն էլ դժվար չի, որովհետեւ պետք է ասել, որ մենք մի օրում չեկանք այս իրավիճակի։ Բոլորս գիտենք, թե ինչպես մենք եկանք այս իրավիճակի, ինչու մարդիկ գնացին այս լրագրողի հետևից 18 թվականին, բոլորս դա գիտենք։ Ես ասել եմ մի անգամ տաքսու վարորդը Երևանում, ասեց, գիտեք, պարոն Խաչիկյան, եթե Կիլիկիա գարեջրի շիշը դուրս գար փողոց, այդ ժամանակ մենք իր հետևից կգնայինք։ Այդպիսի իրավիճակ էր։ Դե մի օրում չի եղել։ Ես 35 տարի խոսել եմ նրա մասին, որ չի կարելի քանդել մեր կրթական համակարգը, չի կարելի քանդել մեր տնտեսությունը, պետք է կանգնեցնել կոռուպցիան, պետք է կանգնեցնել այս մաֆիոզ ստրուկտուրաները, կլանային էկոնոմիկան։ 35 տարի ես դրա մասին խոսել եմ։ Պետք չէ բանան տրվել էթնո-նացիոնալիզմի, ռետրո-նացիոնալիզմի, կտրվել աշխարհից, փակել մեր լավագույն դպրոցները, տասնյակ տարիներով փորձել եմ համոզել մարդկանց, որ սկսեն գրքեր թարգմանվեն, Հայաստան բերեն հայերենով, մենք կարողանանք կարդալ տարբեր հեղինակների։ Դա ամեն ինչը անտեսվեց։ Ամեն ինչը անտեսվեց։ Ես էլ ինչ կարող եմ ասել։ Եկեք հույսով լինենք, որ ի վերջո մեր հասարակությունը կսթափվի, մեր ընդդիմությունը կսթափվի եւ կհասկանան, թե մենք ինչ դարաշրջանում ենք ապրում, որովհետեւ եթե մի քանի տարի հետո Հայաստանը այլևս չլինի քարտեզի վրա, ոչ ոք դա չի էլ նկատի։ Մենք այնպիսի աշխարհում ենք ապրում հիմա եւ այնպիսի ուղղությունով ենք գնում, որ դա ոչ ոք չի էլ նկատի։ Իմ կարծիքով լավ կլինի, որ մենք սկսենք մտածել։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, պան Խաչիկյան, ինչպես միշտ ձեր մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմով այսպես վերլուծության համար եւ շնորհակալ եմ ձեր անկեղծության համար։ Մնում է հույսը, այո, ինչպես հայերս սիրում ենք ասել, մնում է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։
Եվ այսպես ես մնում է որ վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, հերավար կապով ես զրուցում էի ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։ Շնորհակալություն։